Հանրայինի ուղիղ եթերում աշխատանքներ շարունակում առաջին լրատվականը բարև ձեզ։ Արդարադատության խորհուրդը դռնփակ նիստում քննարկել է գլխավոր դատախազի միջնորդությունը Երևանի Շենկավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության նախագահին առաջարկություններ կայացնելու վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավոր Բարսեղյանը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է $1000, որի փոխանցումը իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո։ Իդեպ դատավորի կաշառք վերցնելու գործով 3 ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը, որոշ տեղեկություններով նա է եղել դատավորի և կաշառք տվողի միջնորդը։ Ավելացնեմ, որ հանցագործության համար մեղավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այժմ միջազգային թեմաներ Չիկագոյի օդանավակայանում հրդեհ է բռնկվել թռիչքի պատրաստվող օդանավում, Մայամի թռչող Boeing 737-ի 20 ուղևոր վիրավորվել է վթարային անցատեղերով անցնելիս, օդանավում գտնվող 170 քաղաքացուն ներառյալ անձնակազմի 9 անդամներին հաջողվել է տարհանել վառվող ինքնաթիռից։ Վթարի պատճառը օդանավի աջ շարժիչի պայթյունն է։ Օդանավակայանի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ առկա էր նաև երկրորդ շարժիչի պայթելու վտանգը։ Իսկ մարդկանց բախտը բերել է, որ առաջին շարժիչը օդում չի պայթել։ Միացյալ Նահանգների քաղավիացիայի դաշնային վարչությունը ավելի վաղ հաղորդել էր, որ նույն օդանավը Չիկագոյից դեպի Մայամի թռիչքը դադարեցրել էր վնասված անվադողի պատճառով։ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններից 11 օր առաջ երկրի հետախուզությունների դաշնային բյուրոն որոշել է վերսկսել Հիլարի Քլինթոնի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում եղած ժամանակ իր անձնական էլեկտրոնային փոստով աշխատանքային նամակագրություն վարելու գործի հետաքննությունը։ Քննիչները ուրիշ գործի հետաքննության ժամանակ Քլինթոնի նոր էլեկտրոնային նամակներն են հայտնաբերել և այժմ պարզելու են նամակներում գաղտնի տեղեկություններ կան, թե ոչ։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ողջունել է հետաքննության վերսկսումը, իսկ Քլինթոնը հետախուզությունների դաշնային բյուրոյին կոչ է արել հրապարակել իր անձնական փոստի վերաբերյալ գործի բոլոր տվյալները։ Մինչ Սիրիայում, մասնավորապես Ալեպում վիճակը կտրուկ սրվել է, դիվանագետները փորձում են սիրիական ճգնաժամի լուծման ուղիներ գտնել բանակցությունների միջոցով։ Հեռախոսով այդ հարցը կրկին քննարկել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին։ Ընդ որում հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Հիշեցնեմ, որ 3 սիրիական հակամարտության կարգավորման հարցը արծարծվել էր նաև Մոսկվայում անցկացված եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների մասնակցությամբ։ Միաժամանակ հաղորդվում է, որ Հալեպում գրոհայինների հարձակումից հետո, ինչի հետևանքով մի քանի տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիմել է նախագահ Պուտինին քաղաքին հասցվող օդային հարվածները վերսկսելու առաջարկությամբ։ Դրանք դադարեցվել էին հոկտեմբերի 18-ին։ Ռուսաստանի նախագահը, սակայն, նպատակահարմար չի համարել, որ ավիահարվածները Հալեպում վերսկսվեն։ Կրեմլի ղեկավարը կարևորել է մարդասիրական դադարի շարունակումը վիրավորներին և քաղաքը լքել ցանկացող զինյալներին դուրս բերելու համար։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր հակառակորդներին սպառնացել է դատական հետապնդման ենթարկել բանտ նստեցրել, եթե նրանք իր դեմ քաղաքացիական գործընթաց սկսեն։ Նա հայտարարել է, որ միջոցառումները կկիրառվեն բոլորի, նաև խորհրդարանի պատգամավորների նկատմամբ։ Վենեսուելայի ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները որոշել են Մադուրոյի իմպիչմենտը պահանջող որոշման քվեարկություն անցկացնել։ Մինչդեռ նախագահը արգելափակել էր իմպիչմենտի հարցով հանրաքվեի անցկացումը, դատարանն էլ նման որոշումը համարել էր հակասահմանադրական։ Անհանգստացած Վենեսուելայում տիրող լարված իրավիճակով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկրի նախագահին և ընդդիմությանը երկխոսություն սկսելու կոչ է արել։ Նա հիշեցրել է, որ պետք է ընդունել սահմանադրության և օրենքների գերակայությունը, միաժամանակ հարգելով մարդու իրավունքները։ Լոնդոնյան Բիգ Բենի զանգերը 3 տարի չեն ղողանջի Մշուշոտ Ալբիոնի խորհրդանիշերից մեկը համարվող հսկա ժամացույցը, որը արդեն 160 տարեկան է, կանգնեցվել է վերանորոգման նպատակով։ Ծրագիրը բավական ժամանակատար է և ծախսատար, քանի որ վերանորոգվելու են ոչ միայն ժամացույցը, այլև այն սպասարկող բոլոր սարքավորումները, այսինքն մի ամբողջ գործարան։
Հնարավոր են նաև որոշ արդիականացումներ, բայց ժամացույցի աշխատանքը կարգավորող փենիններից մասնագետները մտադիր չեն հրաժարվել, քանի որ նրանց կարծիքով այդ հնամենի եղանակ ամենալավն է և ամենահուսալին։ Մոսկվայի արևելքի թանգարանում բացվել է սիրիահայ լուսանկարիչ Հակոբ Վանեսյանի աշխատանքների ցուցադրությունը։ Հալեպում ծնված և հասակ առած լուսանկարիչը Կարեն Էփե հայ վարժարանի շրջանավարտ է, որտեղ էլ ստացել է ոսկերչի մասնագիտությունը։ Լուսանկարչությամբ Հակոբը զբաղվում է 1999-ից, նրա հետաքրքրությունների թիրախում Միջին Արևելքն է, Հալեպը իր հինավուրց թաղամասերով և հայ համայնքի կենսակերպը։ 2012-ից Հակոբ Վանեսյանն իր ամբողջ ժամանակը նվիրել է Սիրիայում ընթացող պատերազմը վավերագրելուն։ 2013-ից Սիրիական Կարմիր խաչի կամավորի կարգավիճակում արձանագրել է Հարազատ Հալեպի ոչնչացումը։ Իր կատարած վտանգավոր աշխատանքի համար պարգևը տրվել է մի շարք հեղինակավոր միջազգային մրցանակներով։ Պատերազմող Հալեպում կատարված լուսանկարները արդեն ցուցադրվել են Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում, Դամասկոսում և Թուրքիայում։ Մոսկովյան ցուցադրության կազմակերպիչներն են Ռուսաստանում Սիրիայի դեսպանությունը, Արևելքի թանգարանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ինձ որ մղեց աս կորզանելու, ասի պետք էր որ մեկը ասմարտոտ սայնը լսեցնե թուրսը։ Այդպիսի բարդականություն համարեցի, որ վավերացնեմ և ցուցադրեմ այս նկարները։ Մի քիչ բարություն, որ պակասում է մոլորակին, այդ բարությունը դուրս է հորդում գեղանկարիչ Արմեն Վահրամյանի բոլոր կտավներից։ Վերջերս վաստակավորի կոչման արժանացած նկարիչը իր հնատական ցուցահանդեսն է բացել Հայրենի քաղաքում Ալավերդիում։ Շուտով Հայրենի եզերքը պատկերող իր գեղանկարները կներկայացնի նաև մայրաքաղաքում։ Հրաչյա Պապինյանի ռեպորտաժը։ Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում բացվեց գեղանկարիչ Արմեն Վահրամյանի անհատական ցուցահանդեսը։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանի առթիվ Արմենն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչման։ Ու թեպետ ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իսպանիայում եւ այլուր, արդեն իսկ վաստակավոր նկարիչը ստեղծագործական երկրորդ ուղին սկսում է Հայրենի քաղաքից, Ալավերդուց, որտեղ ապրել, որտեղ կատարել է նկարչի առաջին վեհերոտ քայլերը։ Սա այն քաղաքն է, որտեղից ես վերցրել եմ իմ թևերը, թռչելու թևերը, որտեղից սկսվել էին վարդագույն երազները, որև մինչև այսօր ինձ հետ տանում եմ։ Մանկության այդ երազանքները Արմենի կտավներին են, կտավներ, որտեղ կերակշռում են Հայրենի գյուղի պատմական հարուստ անցյալ ունեցող Արդվու բնապատկերները, որոնք նկարչի վառ երևակայության մի տեսակ առասպելականացվել են գյուղական հովերգական կյանքը դարձնելով աստվածաշնչյան եդեմական մի վայր, որտեղ հնձվորը, սարվորը, պարզ գյուղացին իրենց նախաստեղծ պարզությամբ դյութում են դիտողին, որտեղ պատկերների հստակ երկրաչափությունը ձևափոխվել է մանկական երազանքներով հյուսված մարդկանց ու կենդանիների կերպարների, որտեղ կենցաղային պարզ տեսարաններում դրախտահավեր են, թռչող մարդիկ, ասես այլ մոլորակներից հրաշքով հայտնված կենդանիներ, սրինգներ, որ ասես գյուղական պատկերների հիմնն է նվագում ու այդ ամենից անսահման բարություն է հորդում։ Բացի նկարիչ լինելը, Արմենը կարելի ասել արտակարգ անձնավորություն է, արտակարգ մարդ որպես, ապա նոր նկարիչ։ Եթե այնպես լիներ, որ այս կտավների մարդիկ դառնային մուլտֆիլմերի հերոսներ, եթե այնպես լիներ, որ առասպելականացված այս պատկերները կենդանանային, թերևս մոլորակների վրա բարությունը կավելանար գթասրտությունը, սերը մայր բնության ու շրջապատի նկատմամբ։ Սա է Արմեն Վահրամյան նկարչի հավատամքը։ Ու եթե այնպես լիներ, որ նորից ծնվեր, նորից ձեռքը կառներ վրձինը, կշարունակեր ստեղծել բարի մարդկանց իր մոլորակը։ Հայրենի եզերք խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները առաջիկայում կցուցադրվեն Երևանում բացվելիք անհատական հերթական ցուցահանդեսում։ Հրաչյա Պապինյան, Արման Տիտանյան, Առաջին ալիք։ Վերջին հրաժեշտը անվանի արձակագրին այսօր երեկոյան Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տեղի կունենա գրող, թարգմանիչ, կինոդրամատուրգ Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգստի արարողությունը։ Վերջին հրաժեշտի արարողությունը վաղն է ժամը 12-ից 14-ը Հայաստանի գրողների միությունում։ Որոշում կար, բայց կռիվը սկսել էր ոչ թե ձեր մոտ, սասուն, իմալոր դուք կկարծեք, ու որոշումը տնողներ, այլ մար մոտ, մշադաշտում, ելում համար կպայեք զենք,
Ռուբեն Հովսեփյանի սցենարով նկարահանված ապրիլ կարճամետրաժ ֆիլմն է։ Վիգեն Չալդրոնյանի կինոդեբյուտը, որը Մոսկովյան համամիութենական կինոինստիտուտի շրջանավարտը նկարահանել էր 1985-ին, էկրան բերելով Հովսեփյանի հրաշալի արձակին համարժեք կինոհերոսներ։ Ֆիլմի հաջողության բանալին Ռուբեն Հովսեփյանի անկեղծ ու կենդանի հայերն էին, Լևոն Ներսիսյանի կերպավորած ազնվազարմ զինվորի գլխավորությամբ։ Կերպարներ, որ իրենցով ամբողջացնում էին հեղինակի կենսափորձը, տոհմիկ հիշողությունն ու արժեհամակարգը։ Տեսած մարդկանց էր գրում, տեսած բաներն էր պատմում։ Լիքը գրող կան, որ չտեսած բաներ են պատմում, ինքը կենդանի մարդ էր։ Ջուր են անում իր հերոսները, թութու ծիրան են դնում արևի տակ, սոխը բռունցքով են կոտրում, իր հերոսները հող են ուզում, բնական վիճակում են։ Սկսած Բագրատ Հովհաննիսյանի նկարահանած հնձանից հայկական կինոյի պատմությունը հարստացավ Ռուբեն Հովսեփյանի ազնիվ կինոարձակով։ Ցավոք, նրա լավագույն տարիները համընկան կինոոլորտի փլուզման հետ, բայց իր գրականությամբ իսկ անկախ Հայաստանի պատմության 25 տարիներին նաև քաղաքական գործունեության ընթացքում գրողը ճաշակի, օրինավորության ու բարոյականության իր նշաձողը սահմանեց։ Իր չափանիշը շատ բարձր էր։ Մեծ մարդ էր։ Գրական իր հունձքը աչքի էր ընկնում առաջ երթին, եթե մեկ բառով ասեմ, ապրումի եւ լեզվի կատարյալ ազնվությամբ։ Երբեմն ասում են, որ անկեղծությունը գեղագիտական կատեգորիա չի, իսկապես ասենք, ես բայց անկեղծության մասին չեմ ասում, այլ ասենք տողի անկեղծության մասին կամ պատումի անկեղծության մասին չեմ ասում, այլ այն ազնվության, որ դու հարաբերվում ես հա իրականության հետ, հարաբերվում ես թղթի հետ, քո գրչի հետ, Աստծո հրեշտակի հետ, այդ ինչ մաքուր վիճակ էր։ Երբ Ռուբեն Հովսեփյանը բռնկվեց Մարկես թարգմանելու գաղափարով, աշխատում էր Խաչատուր Աբովյան վեպի վրա։ Գրեթե 60-ամյա ընկերության հիշողությամբ Ֆելիքս Մելոյանը փաստում է. անավարտ թողեց վեպը եւ ասես մի շնչով թարգմանեց 100 տարմամենությունը։ Երկար չաշխատեց, Աբովյան էր գրում, ասում էր շատ հեշտ արեցի։ Մեր գրական միջավայրի մտածողության, ըմբռնումների, ճաշակի, չափանիշների վրա հսկայական ազդեցություն է ունեցել իր թարգմանություններով, Մարկեսյան թարգմանություններով, նկատի ունեմ 100 տարվա մենությունը եւ Նահապետի աշունը, որը բացարձակապես չի թողնում տպավորություն միջնորդված լեզվից թարգմանության, թե ինչքան բան է փոխել այդ երկու գիրքը մեր գրական մտածողության վրա, այսօր ակնհայտ է եւ ինչքան դու պիտի տիրապետես քո լեզվին, որ միջնորդ լեզվից թարգմանես Գաբրիել Գարսիա Մարկես եւ ընթերցողը բացարձակապես չզգա, որ դա հա այդպես անցել է ինչ որ ռուսերենի ավերակիչ ինչ որ բանով էլ հա միջնորդությամբ։ Իր իսկ խոստովանությամբ վերջին մեծ հանդիպումը մեծ մարդու հետ Սոս Սարգսյանն էր, ում վախճանից հետո մեծ արտիստին տված Ռուբեն Հովսեփյանի բնորոշումը այսօր արդեն խիստ հասցեական է նաև գրող քաղաքացի Ռուբեն Հովսեփյանի համար։ Նրան չէին կաշկանդում ոչ իշխանությունները, ոչ կուսակցությունները, ոչ օրվա օրախնդիր հարցերը։ Ինքը ապրում էր իր կյանքը, բայց այդ կյանքը այնքան լայն էր, այնքան լայն էր, որ մի օր նայում ես, զարմանում ես, թե մի մարդը ոնց կարող էր այդքան տեղ գրավել մեր կյանքում։ Նունե Ալեքսանյան, Տիգրան Բաբայան, Առաջին ալիք։ Եվ վերջում ճանապարհների ու եղանակի մասին արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 12-ի դրությամբ հանրապետության տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Արագածոտնի մարզի ամբողջ տարածքում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ եւ Աբովյան քաղաքներում Երևան-Սևան ավտոճանապարհին առկա էր մառախուղ։ Վրաստանից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ինչ վերաբերում է հառաջիկա օրերի եղանակին, ապա տեղումները կշարունակվեն, լեռնային գոտիներում սպասվում է թաձ ձյուն։ Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 2-ից 3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-ից 4 աստիճանով։ Այսքանը իրադարձություններին շարունակեք հետևել Հանրայինի եթերում, ցտեսություն։